Բարև բոլորին, ովքեր դիտում են մեզ, այսօրվա մեր թեման անչափ կարևոր է եւ վստահ եմ նաեւ շատերը պատշաճ գիտելիքներ, ինֆորմացիա չունեն այս մասին։ Խոսքս աղիքային քաղցկեղի մասին է, որը անչափ տարածված է եւ քաղցկեղային հիվանդությունների շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը, մահացության առումով 2-րդ տեղը։ Ինչ պատճառներ ունեն սրանք, քանի որ շատերը նշում են, որ իրենք բավականին գրագետ, ճշգրիտ կյանք են վարում եւ ժառանգական ասես ֆակտորը նույնպես բացակայում է, սակայն այս հիվանդությունը այնուամենայնիվ շարունակում է ողջ աշխարհում մեկ տարածվել։ Հայաստանում այն նույնպես մեծ թվերի է հասնում։ Այդ թվերի մասին եւ ինֆորմացիայի մասին, թե ինչից է այն առաջանում, ինչպիսի լուծում ունի աղիքային քաղցկեղը, ես զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար։ Նույնպես ես եմ շնորհակալ։ Բժիշկ, եւ այսպես 3-րդ տեղը բավականին կարող ենք ասել տարածվածության առումով տարածված մի քաղցկեղի տեսակ, աղիքային քաղցկեղ։ Խնդրեմ նշեք ժառանգական ֆակտորը որքան է կարևոր եւ առհասարակ այս խնդիրը ինչ ծագումնաբանություն ունի։ Գիտեք, դուք ճիշտ ասեցիք, գրավում է 3-րդ տեղը, շատ որոշ աղբյուրներով արդեն 2-րդ տեղը, զիջում է կրծքագեղձի եւ թոքի քաղցկեղին։ Սարսափելի թիվ է 2-րդ տեղը մահացությամբ։ Այո։ Պատճառները տարբեր են։ Պետք է նշել անպայման ժառանգական ֆակտորը, որը կարող է բերել քաղցկեղի առաջացմանը։ Մենք հիվանդներից պարտադիր հարցնում ենք կա ժառանգականություն, թե ոչ։ Ներողություն, եթե կա, պետք է կոլոնոսկոպիա կատարել ավելի վաղ տարիքում, քան կանխորոշված է։ Եթե գանգատները նշում է, իհարկե անպայման ավելի վաղ տարիքում։ Բայց նաև պատճառներից են ոչ ճիշտ սննդակարգը, ստրեսները, որը շատ մեծ նպաստող հանգամանք են առաջանում քաղցկեղի առաջացման։ Ֆիզիկական քիչ բաղվելը բերում են այդ ֆակտորները, նաև երկար նստակյաց կյանքը բերում է բոլոր վնասակար ալկոհոլիզմը, ծխախոտը եւ այլն բերում է քաղցկեղի առաջացմանը, բայց մի քանի գործոններ կարող են իրար հետ միանալ եւ արդեն բերել տրիգեր հանդիսանալ եւ բերել քաղցկեղի առաջացման։ Այ հիմնականում ձեր պացիենտների շրջանում ինչ եք նկատել, օրինակ ինչպիսի սննդակարգ են օգտագործում։ Ինձ միշտ այս դեպքերում հետաքրքրում է, արդյոք այդ մարդիկ իսկապես այս բանջարեղենային բալանսը, ջրային բալանսը պահել են, թե այսպես բարձիթողի, ալկոհոլի չարաշահում եւ այլն, եւ առհասարակ նաեւ ավելացնեմ հաջորդ հարցս ալկոհոլը որքան այստեղ դեր ունի, խնդրեմ։ Գիտեք, մեծամասամբ կանոնակարգված չեն սնվել, մենք միանշանակ ձգտում ենք նրան, որ մարդիկ սնվելուց օգտագործեն մեծ քանակով բջիջանք, դա բանջարեղենն է, դա միրգն է, քիչ օգտագործեն տապակածը, ավելի շատ խաշած, եռացված, գրիլ արած սննդակարգ բանջարեղենը, շոկեկաշատ, որովհետև կանցերոգեն նյութերը ավելի քիչ են լինում տվյալ դեպքում։ Ալկոհոլն էլ իր բացասական կողմը իհարկե ունենում է, ասեմ ավելին, որ ազդում է ամբողջ օրգան համակարգի վրա եւ նաեւ եթե հիվանդ ունենում է քաղցկեղ, բավականին բարդ է լինում այդ հիվանդների հետ արդեն աշխատելը, ինչ առումով, որտեղ ախտարված են լինում եւ երիկամները եւ լյարդը առաջի հերթին, իսկ ծխախոտի չարաշահումը բերում է նաև արդեն թոքերի ախտահարման։ Բժիշկ, սա այն հիվանդությունների շարքին է դասվում, երբ կարելի է վաղ կանխորոշել, դիագնոզել, ախտորոշել, այսինքն եւ այնուհետ արդյունքը ավելի լավ կլինի։ Կարող ենք այսպես ասել։ Միանշանակ վաղ ախտորոշումը բերում է արդեն լավ արդյունքների, բուժման ավելի լավ արդյունքների։ Կան սկրինինգային մեթոդներ, որոնք որ կարող են բերել վաղ ախտորոշմանը, դա թաքնված արյան արկայությունը կողմում այդ սկրինինգային տեստերը, ես ինչքան գիտեմ արդեն Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ներդրվել է եւ հիվանդները անցնում են այդ տեստը եւ դա արդեն հետագան արդեն գնում են հետազոտման, գնում են կապարակտոլոգի մոտ, գնում են կոլոնոսկոպիա կատարում եւ արդեն ախտորոշումը գնում է ավելի վաղ ընթացքում։ Ցավոք սրտի շատ ավելի բարդ դեպքերում են դիմում հիվանդները մեզ, երբ այսինքն այդ ընթացքը չեն նկատում, թե կարող է չնկատեն, շատ դեպքերում ասում են, որ հա թութ կունեմ եւ թութքից է այդ արյունը գալիս,
կարող է տեսնեն, կարող է եւ չտեսնեն էլ արյունը եւ արդեն ավելի բարձրացող վիճակում։ Այսինքն ամենաակնհայտ նշանը հենց արյան Առաջին հերթին արյան արկայություն։ Իսկ վիճակագրությունից ինչ կասեք, ինչպիսին է պատկերը Հայաստանում։ Պատկերը դրական չէ իհարկե, երևի թե ընդհանուր համաշխարհային ստատիստիկայի թվերի մեջ է արդեն դա զբաղեցնում է 3-րդ տեղը, քաղցկեղը։ Մահացությամբ դժվարանում եմ թվերը հստակ ասել, բայց երևի 2-րդ, 3-րդ տեղը։ Այո, շատ լավ, բժիշկ, եւ արդեն անցնենք ախտորոշման մեթոդներին, ինչպես գիտենք, կոլոնոսկոպիան երևի թե այն միակ մեթոդն է, որը ամբողջությամբ այս խնդրի պատկերը տալիս է։ Ինձ հետաքրքիր է, արդյոք նախկինում, եթե ասում են 50-ից տարիքում պետք է կատարել կոլոնոսկոպիա, ապա հիմա, ինչպես նկատում ենք, այս խնդիրը բավականին երիտասարդացել է։ Դուք ինչ տարիքից եք ցուցում կատարել այն, թեկուզ պրոֆիլակտիկ։ Տեսեք, իհարկե առաջնահերթ դա պրոկտոլոգի զննումն է, կոլորեկտալ վիրաբույժի զննումն է, դա մատնային քննությունն է, որը որ կարող է ուղիղ քաղցկեղի գրեթե 70-80%, եթե կա ուղիղ աղիքում քաղցկեղ, ինքը արդեն միայն մատնային զննումով կարող եք արդեն դա արդեն զգալ եւ նկատել եւ արդեն ուղարկել հետազոտության։ Կոլոնոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ։ Այո, կոլորեկտալ քաղցկեղ։ իսկ այն արդյոք ճիշտ է, որ աղիքային միկրոֆլորան խախտվում է կոլոնոսկոպիա կատարելիս եւ պետք է կատարել բացառապես հիվանդության, ասենք, արկայության։ Գիտեք, եթե կա հիվանդություն, այդ միկրոֆլորան արդեն խախտված է լինում։ Իսկ եթե չկա, այդ պետք է կատարել։ Եթե չկա, այդ նույն էնդոսկոպները իրանք լրիվ ախտահարվում են եւ որևէ ձևով չեն կարող ազդել միկրոֆլորայի։ Այստեղ պատրաստման եղանակների մասին է խոսքը գնում, որ հատուկ լուծողական նյութեր են օգտագործվում, որպեսզի աղիքները դատարկվեն, բայց դրանք միանգամյա են եւ չեն կարող տենց լուրջ ազդեցություն ունենալ աղիքային միկրոֆլորայի վրա։ Այսինքն դուք ցուցում եք տարին մեկ անգամ կատարել, թե ավելի շուտ։ Գիտեք, ցուցումը հետեւյալն է, ընդհանրապես սկրինինգ կատարելու նպատակով աշխարհում է կենթունված 50 տարեկանից արդեն բարձր, որտեղ ադենոմատոզ պոլիպների առաջացումը ավելի նպաստավոր է լինում այդ տարիքից սկսած, իսկ ադենոմատոզ պոլիպները արդեն դրանք համարում են նախաքաղցկեղ։ Եվ վաղ հայտնաբերումը եւ հեռացումը նրանց արդեն կանխորոշում է։ Կան դեպքեր, երբ որ պացիենտները դիմում են անկախ տարիքից, դա լինի 20 տարեկան, լինի 30 կամ 40 տարեկան, եթե մենք լսում ենք գանգատներ, աղիքային գանգատներ, դա լինում է դժվար փորկապություններ, փորլուծություններ, որոնք նաև իրար հաջորդում են, դրանք բոլորը սիմպտոմներ են կամ արյունային արտադրություն, արյունալորձային արտադրություն, որը որ շատ կարևոր սիմպտոմ է։ Դրանք արդեն մեզ զգուշացնում են եւ մենք պարտադրում ենք այդ հիվանդներին կատարել կոլոնոսկոպիա։ Հասկանալի է։ Լավ, երբ արդեն ունենք այս պատկերը, այսինքն աղիքային քաղցկեղ, ինչ է կատարվում առաջին հերթին, արդյոք փորձում եք նախ եւ առաջ դեղորայքային բուժում, թե միանգամից պետք է վիրահատել։ Տեսեք, մենք նախ կատարում ենք մանրակրկիտ հետազոտություն, որոշում ենք հյուսվածքաբանական պատկերը, ուռուցքի, կատարում ենք անպայման շերտագրություն համակարգչային, եթե անհրաժեշտ է նաև MRT հետազոտություն է կատարվում, որպեսզի հասկանանք տարածվածությունը, ուռուցքային տարածվածությունը եւ նաև հասկանանք այլ օրգան համակարգերի վիճակը ինչպիսին է, ուռուցքը ինչ հարաբերակցություն ունի այլ օրգանների հետ։ Եվ արդեն ըստ այնմ կան հատուկ պրոտոկոլներ, որոնք որ չափորոշիչներ, որոնք որ արդեն հստակ նախանշում են ինչ հետևողականությամբ պետք է կատարել։ Դեպքեր են լինում, երբ որ ստանում է հիվանդը ճառագայթային բուժում, ճառագայթային քիմիոթերապիա, նոր արդեն գնում ենք վիրահատական միջամտության։ Լինում է եւ գնում է արդեն քիմիոթերապիայի նոր վիրահատության, то есть նեոադյուվանտ քիմիոթերապիա է ստանում հիվանդը եւ արդեն գնում է վիրահատական։ Լինում են դեպքեր, երբ որ գնում ենք միանգամից վիրահատական միջամտության։ Այսինքն ելնելով խնդրի բարդությունից եք որոշում մեթոդը, այո։ Եթե կան հեռավոր մետաստազներ, հիվանդները ստանում են նեոադյուվանտ քիմիոթերապիա, նոր արդեն գնում ենք վիրահատական։ Վիրահատությունից հետո կարող ենք փաստել, որ մարդը լիարժեք կյանքով է ապրում, թե այնուամենայնիվ արդեն ասես երկատված է կյանքը եւ այս խնդիրը նորից կրկնվելու հավանականություն կա։ Գիտեք, նախ ասեմ, որ կան տոկոսային առումով մոտավորապես 30-40% մեր վիրահատություններից հիվանդներին
դրվում է արհեստական սրբան, կոլոստոմը։ Դա պայմանավորված է տարբեր պատճառներով, վիրահատության բնույթի, բարդություններից ելնելով, եւ դա արդեն բերում է հաշմանդամության հիվանդության։ Իհարկե ձգտում ենք վաղ վերականգնել այդ հիվանդներին։ Մենք մեր բաժանմունքում 2-3 ամիս հետո մենք կատարում ենք արդեն վերականգնողական վիրահատություններ, որպեսզի հիվանդը օր առաջ հրաժարվի իր այդ վիճակից, կոլոստոմայից։ Լինում են դեպքեր, երբ որ դրվում է մշտական, կոլոստոման դրվում է մշտական, դա արդեն բերում է հաշմանդամության արդեն մինչև կյանքի վերջը։ Մեր հիվանդները գտնվում են մշտական հսկողության տակ, տարին 1-2 անգամ իրանք պարտադիր անցնում են զննություններ, դա կամ կոլոնոսկոպիա է կատարվում է համակարգչային շերտագրություն։ Եթե 5 տարվա ընթացքում հիվանդի մոտ չի կրկնվում ուղղության պրոցեսը կամ հեռավոր օջախային տարածում չի տալիս, նոր արդեն մենք կարող ենք նշել, որ հիվանդը վերջնական ապակին է։ Ավելի շատ դեպքերը ապակինված դեպքերն են, թե ոչ։ Ավելի շատ իհարկե ապակինված դեպքերն են, որտեղ իմաստ չէր ունենա մեր աշխատանքը։ Այո, շատ լավ, բժիշկ, եւ քանի որ այս քաղցկեղի տեսակը, ինչպես մենք մեր զրույցի ընթացքում սկզբում նշեցինք, բավականին տարածված է, ես կխնդրեի մի քանի հորդոր, մի քանի ինֆորմացիա որպես մասնագետ ուղղեիք մեր հեռուստադիտողին, մեր դիտողներին։ Ճիշտ սնվեք, վարեք առողջ ապրելակերպ եւ ամենակարևորը, եթե կան գանգատներ, եթե կան որոշ ախտանիշներ, անպայման դիմեք բժշկի։ Այո, եւ այդ ախտանիշները, ինչպես դուք նշեցիք, կղանքի փոփոխություն, փորկապություններ, փորլուծություններ, արյունային արտադրություն, արյունալորձային արտադրություն, եթե կա տվյալ ախտանիշները, անպայման դիմեք բժշկի։ Շնորհակալ եմ բժիշկ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, աղիքային քաղցկեղի մասին որպես դարի չարիք դարձած քաղցկեղի տեսակներից մեկի զրուցեցի Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանի հետ եւ առողջ կենսակերպը, ճիշտ գրագետ կյանք վարելը ազդում է ինչպես բոլոր հիվանդությունների կանխարգելման վրա, այնպես նաև այս հիվանդության։ Իհարկե ժառանգական ֆակտորից ելնելով հարկ է շատ ուշադիր լինել եւ լրացուցիչ անգամ այցելել բժշկի, ստուգել, որպեսզի արդեն շփուլերում այս ամենը չարվի եւ ամեն ինչ ավելի հեշտ է բուժել, քան կանխարգելել, քան բուժել, ինչպես գիտենք։ Այսքան այսօրվա համար, հետևեք ձեր առողջությանը եւ Medinform-ին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։